Բնականաբար մեր այսը Վազգեն Սարգսյանի շիրիմին իր հիշատակի հարգումներ, որովհետև Վազգեն Սարգսյանը մեր մարտական ընկերն է եղել, մեր ղեկավարն է եղել, Հայաստանի վարչապետն է եղել եւ եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոչռագործությունը, Վազգեն Սարգսյանն ու Դեմիրճյանը ողջ լինեին, այս 44-օրյա պատերազմը կարող էր եւ չլիներ, եթե լիներ մենք հաղթանակով էինք դուրս գալու այդ պատերազմից։ Այսօրվա այս ընդհանուր քաղաքական դաշտում բանակի հետ կապված ինչպես է գնահատում։ Մենք իրավիճակը շատ վատ ենք գնահատում։ Մենք գտնում ենք, որ Հայաստանում մեր ժողովրդի եւ մեր պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է իշխանությունից հեռացնել գործող ապազգային թրքամետ իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իսկ այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի, հասարակական կառույցների եւ հայրենանվեր անհատ գործիչների համազգային համախմբում։ Պետք է համախմբվել, ձևավորել մի հզոր ազգային քաղաքական միավորում եւ մինչեւ այս տարվա գարնան վերջը ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անել մեր ժողովրդին ու կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ վարչախմբին։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հեռացումը եւ գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար հարկ կլինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի եւ կազմակերպի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ազատ, արդար եւ օրինական ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ իշխանության կգա ձևավորված ազգային միավորումը եւ կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Պարոն Բազյան, բայց ընտրությունները արժեվում են ընդամենը ամռան սրտին։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանն էլ արդեն սկսել է թեկուզ ազդեցնում, որ ներկուսակցական կարգարշավ, բայց ակտիվ շփումներ է քաղաքացիների հետ։ Բացի այդ էլ ասում են, որ խաղաղություն ենք բերել եւ հայտարարում են, որ իրենց այս անգամ ավելի շատ ձայն կտան, քան 21 թվականին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը գալլաթ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել։ Իրենք խաղաղություն չեն բերել, ընդհակառակը 20 թվականին Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ, իր վարչապետ ընտրվելուց հետո 19 թվականին գնաց Արցախ եւ իր ճղճղան ձայնով հայտարարեց Արցախն Հայաստանի եւ վերջ, սրելով իրավիճակը եւ առիթ տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ 20 թվականին սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ Ադրբեջանը բոլոր կողմերից հարձակվեց ուրեմն Արցախի վրա, Նիկոլն ազգային ժողովի ամբիոնից հատուկ նիստում հայտարարում է. եկեք պայմանավորվենք, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչի, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչի։ Ես բազմից եմ հայտարարել, ինչ է Նիկոլը բախտագուշակ էր, որ գիտեր, որ մենք պետք է պարտվենք ու մեզ պարտված չճանաչենք։ Բայց կան փաստեր, որ Նիկոլ Ալիևի հետ պայմանավորվել է, Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա, Նիկոլն իր կարգավիճակով լինելով Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտվենք ու ինքն Արցախն հանձնի Թուրքին։ Ի սկզբանե Նիկոլը Արցախն համարել է բեռ հայերի եւ Հայաստանի վրա։ Արցախը դարեր շարունակ պատվար է եղել հայերի եւ Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը կրկնում եմ դավաճան է, նա հանձնել է Արցախը, նա վաճառել է Արցախը Ալիևի հետ պայմանավորվելով։ ԵԿՄ-ի հետ կապված դուք եք եղել ԵԿՄ-ական, պարոն Բազյան, քիչ առաջ էլ տեսանք, որ ԵԿՄ անդամներն էին նախագահի Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այստեղ նրանց դերի հետ կապված ինչ ասելիք ունեք։ Երկրապահ կամուրականների միությունը հիմնադրվել է 1993 թվականի ամռանը։ Ես վիրավոր էի, բուժվում էի հիվանդանոցում եւ ծրագիր էի գրել, որպեսզի ասենք տարբեր ջոկատներ կազմակերպեն եւ ձևավորեն մեկ միասնական միավորում ու Վազգեն Սարգսյանը տեղեկալիչում հուլիսի 3-ին 23 թվականի տեղի ունեցել երկրապահ կամուրականների հիմնադիր համագումարը, նախագահ է ընտրվել Վազգեն Սարգսյանը, փոխնախագահ եմ ընտրվել ես։ Դրանից հետո մենք կազմակերպել ենք ջոկատներ, պատերազմը դեռ չէր ավարտվել, ուղարկում ենք սահմաններ, 94 թվին կնքվեց մայիսի 12-ին հրադադարի պայմանագիրը, զինադադար հայտարարվեց ու դրանից հետո տարիներ շարունակ մենք պահանջել ենք գործող իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից, չեն ճանաչել, պատասխանն հետևյալն էր, ընթանում են բանակցություններ, մենք պատերազմով ամեն ինչ լուծել ենք, եթե ճանաչենք Արցախի անկախությունը, կսկսի պատերազմ, չճանաչեցին Արցախի անկախությունը, միևնույն է, Նիկոլը եկավ, 2 տարի անց սկսվեց պատերազմ, Նիկոլը հրահրել է պատերազմ, Նիկոլը չի բերել խաղաղություն, Նիկոլականները խաբում են մեր ժողովրդին, իբր թե խաղաղություն են բերել, խաղաղություն հաստատելու համար
Հայաստանը պետք է կատարի Ալիևի բազմաթիվ պահանջներ։ Մենք պետք է Ադրբեջանին վերադարձնենք այսպես կոչված անկլավները, 300,000 ադրբեջանցիներ պետք է կան վերաբնակեցվեն Հայաստանում։ Բացի դրանից մենք պետք է նաև Ադրբեջանին տրամադրենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը եւ Ալիևը հայտարարում է Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ իրականացնելու ընթացքում որևէ հայ զինվորի, որևէ հայ սահմանապահի, որևէ հայ մարգսային ծառայողի մենք չպետք է հանդիպենք։ Այդպիսի պահանջներ է դնում։ Այնպես որ Վաշինգտոնում անցյալ տարի նախաստորագրվել է ընդամենը մի փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի, խաղաղության պայմանագիր գոյություն չունի, նրանք խաբում են, վախեցնում են անդադ մեր ժողովրդի նոր պատերազմով, եթե կան նախկինները ռևանշիստներ են, պատերազմ կսկսվի եւ այլն։ Ես այո, ռևանշիստ եմ։ Մենք չենք կարող Արցախը համարել ընդմիշտ Ադրբեջանի կազմում։ Նիկոլին հեռացնելուց հետո իր քաղաքական կուսակցությանը ԿՊ-ին հեռացնելուց հետո մենք զորացնելու ենք մեր բանակը, մեր կարգավորել ենք հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ եւ նրանց օգնությամբ ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Իսկ ինչ վերաբերում է երկրապահի այսօրվա գործունեությանը, Սասունի գլխավորությամբ այս պարտվողական, այս դավաճան իշխանության հետ են։ Քիչ առաջ Սասուն Միքայելյանը անդրադառնալով որ ծառայությունը արդեն 1.5 տարի է այս տարվա հունվարից, ասաց որ այդ համատեքստում նշեց որ բանակը հարձակվողականից անցել է պաշտպանողականի, հա, այսօր նման անցումային բանակի Ուրեմն մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը Հայաստանի բանակն է։ Կրճատելով պարտադիր զինծառայությունը 2 տարուց 1.5 տարի նրանք կրճատում են բանակի քանակը։ Մենք գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում Ադրբեջան եւ Թուրքիա։ Ամեն ինչ պետք է դնել բանակի հզորացման վրա։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է։ Բացի այդ, տարին մի քանի անգամ տալիս են նաեւ նրանց պարգևավճարներ, որպեսզի ծառայեն այս ապազգային թրքամիտ իշխանությանը։ Հիշում ենք, բերետավորներին, կարմիր թե տարբեր գույնի Եռաբլուրից զոհված զինվորների ծնողներին, կին արմատներին գցում էին մեքենաները եւ վերման էին ենթարկում ոտուձեռ անելով։ Այդպիսի վերաբերմունք են ցուցաբերում զոհված զինվորների ծնողների հանդեպ։ Ուրեմն ես նորից եմ կրկնում, այս իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ առաջնորդվում է Ալիևի եւ Ադրբեջանի նախագահ Ադրբեջանի բռնապետ Ալիևի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջներով է առաջնորդվում։ Նրանց հրամաններն է կատարում Նիկոլ Փաշինյանը։ Բացի դրանից Վաշինգտոնում, երբ որ երակող համաձայնագիրը ստորագրեցին, եթե նայեք Նիկոլի պահվածքը, ինձ հիշեցնում է բանը, այն մուլտիպլիկացիոն կինոնկար կար Մաուգլի, այն շակալը, որ վագրի դեմ գցնում էր բանդերան, Նիկոլը այդպիսի պահվածքեր ունի, որը վիրավորական է մեր համար, որ մեր համար վիրավորական է, որ մեր պետությունը ու մեր ժողովրդին միջազգային հարաբերություններում ներկայացնում է Նիկոլի նման մեկը։